Ճանապարհների կառուցման, վերակառուցման, մանկապարտեզների, ինչպես նաև համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի շրջանակում 2025-ին պետական համաֆինանսավորմամբ իրականացված աշխատանքների ծավալը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն աննախադեպ է համարում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից 2025 թվականի ընթացքում կառուցվել, վերակառուցվել, նորոգվել և հիմնանորոգվել է 504.5 կիլոմետր ճանապարհ ամբողջ հանրապետության տարածքում, դրանք միջպետական, հանրապետական, տեղային և մարզային նշանակության ճանապարհներ են։ Բացի սրանից 30 կիլոմետր կրկնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել կապալառու ընկերությունների միջոցների հաշվին, անորակ իրականացված աշխատանքներ են դրանք եղել և կրկին այդ միջոցների հաշվին, ուրեմն այդ աշխատանքները իրականացվել են։ Գերատեսչության ղեկավարը ներկայացնում է 2025-ի բյուջեն կազմել է 293 միլիարդ դրամ, այն էականորեն բարձր է 2024-ի ցուցանիշից։ 2026 թվականի ընթացքում պլանավորված է շարունակել պետբյուջեից համաֆինանսավորման ավելացումը։ Փորձել ենք էական բարելավում ունենալ որակական ցուցանիշների մասով, ես հույս ունեմ, որ դա այլևս նկատելի է ձեզ համար և դա պայմանավորված է առաջին հերթին պետական լաբորատորիայի ավելի մեծ ծավալով մասնակցությամբ, մասնավորապես 2025 թվականի ընթացքում պետական լաբորատորիան 4300 նմուշառում է իրականացրել, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը եղել է շուրջ 1700 և հիմա նշած թվով նմուշառումներից 480 նմուշառում էլ իրականացրել ենք սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ 2025 թվականի ընթացքում պիտի արձանագրեմ, որ ճանապարհային դեպարտամենտի կողմից, այսինքն պետբյուջեի կողմից իրականացված ամբողջ ճանապարհների կառուցման նմուշառում իրականացվել է այդ թվում նաև պետական լաբորատորիայի կողմից։ Նախարար Խուդատյանն անդրադառնում է հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատանքների ընթացքին։ Այս տարվա ընթացքում մենք ամբողջությամբ ավարտել ենք դեպի Գյումրի գնացող հատվածի շինարարական աշխատանքները, այնտեղ առաջիկա օրերին նաև լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները կավարտվեն, այսինքն ցանցը որպես այդպեսին, եթե նկատել եք այդ ճանապարհով երթև եկելիս ինքը կառուցված է, հիմա միացումները կլինեն, որից հետո ճանապարհը ամբողջությամբ կհանձնվի շահագործման, չնայած հիմա հիմնական հատվածով հանձնվում է շահագործման։ Հարավային հատվածում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Հրավիրված ասուլիսի ժամանակ նախարար Խուդատյանը տեղեկացրեց նաև ավարտվել է Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները, որն իր ծավալով աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Եվս 10 տարով կերկարացվի ատոմակայանի շահագործման ժամկետն, ասաց նախարարը։ Այս մասով ունենք կնքված պայմանագրեր, աշխատանքը իրականացվում է օրացիային գրաֆիկին համապատասխան, իմիջիայլոց սա այն հարցերից է, որ հաճախ մամուլում շահարկումների առիթ է տալիս և կարևոր է նշել, որ մենք գնում ենք հետևողական երկարացման ուղղությամբ և վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի և առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Իսկ նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, հստակ որոշում կա։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես և Ռուսաստանի Դաշնության, և Միացյալ Նահանգների, և Չինաստանի, և Կորեայի, և Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք և մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպիսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կախված մոդելի ընտրությունից արդեն կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների սիստեմը որպես այդպիսին լայն տարածված չի եղել նախկինում և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը և մենք անում ենք։ Հայաստանի համար առաջնահերթություն է 4 հարևան երկրների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն ներմուծել արտահանելու տեսանկյունից ունի կոմերցիոն նշանակություն, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին, հայտարարեց Դավիթ Խուդատյանը։ Արմալուրի հարցադրմանը արդյոք կվերանայվի Երևան-Էջմիածին երթուղու սակագինը, մասնավորապես Էջմիածին քաղաքին կից բնակավայրերի բնակիչների համար, նախարարը պատասխանում է։ Ես հիմա ասուլիսի ավարտից հետո կհանձնարարեմ տրանսպորտի ոլորտը համակարգող իմ գործընկերներին հարցը ուսումնասիրել և եթե կլինի սակագնի վերանայման հնարավորություն, կգնանք այդ ճանապարհով, փարաքարի մասով մենք արդեն նախադեպ ունեցել ենք, որ
կային որոշակի գյուղական բնակավայրեր, որտեղ տրանսպորտը չէր մտնում, որովհետև իրենք դուրս էին մնացել այդ միասնական երթուղու տրամաբանությունից եւ բնակիչների հետ քննարկելով այդ հարցին, եթե նախորդ տարի մեծ հավանականությամբ մենք լուծում տվեցինք, այնպես որ շնորհակալ եմ հարցի համար, կքննարկենք եւ եթե հնարավոր լինի գործող օրենսդրությամբ այնտեղ փոփոխություններ իրականացնել, անպայման կիրականացնենք։ Իսկ ինչ վերաբերում է վարչաբենդին մասնակցություն ունենալուն, նախարար Խուդատյանը մեկնաբանում է. Ցավոք սրտի երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտավանդ եմ, սա որպես բացասական կողմ եմ նշում եւ հետեւաբար ես ավելի կփչացնեմ վարչաբենդը եւ չեմ ուզում այդպիսի ցանկություն չունեմ։ Մասնակցել եմ միջոցառմանը իրականում հաճելի միջավայրում, հաճելի ժամանակ ենք անցկացրել։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմանուր։